ու ունենալով Տիրոջ առաջնորդությունը գնացել եմ ու չեմ փոշմանել, շատ հետաքրքիր, շատ տպավորիչ, շատ օրհնյալ փորձառություններ ինձ համար անձամբ, հա, ես իմ անձնական բացահայտումներն եմ անում ու մի քանի առումով, հա, ուզում եմ 3 հիմնական պատճառ նշեմ, որը կարևոր էր, կարճ կնշեմ իրանց եւ որի պատճառով էլ այդ հանդիպումը կայացավ։ Ուրեմն աշխարհում հիմա գոյություն ունի այսպես կոչված Հովանու 17-րդ գլխի շարժումը, քրիստոնեական շարժումը։ Հովանու 17-ում, եթե հիշում եք, Հիսուսը խոսում է եկեղեցու միաբանության մասին, աղոթում է եկեղեցու համար, որ իրանք մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք։ Եվ ցավոք այդ աղոթքը այս մոտ 2000 տարի է կարծես թե չի կատարում, որտեղ եկեղեցիները, քրիստոնյաները ավելի շատ բաժանվում են իրարից, քան թե միանում են իրար հետ։ Ու մեր այսօրվա քրիստոնեական աշխարհի բազմագույն, բազմաբղետ, բազմաբնույթ, նույնիսկ հարավանական ու եկեղեցական այդ կազմը խոսում է դրա մասին։ Հիմա վերջերս մեկ այլ հետաքրքիր շարժում է սկսվել, շարժումը այս Հովանու 17-ի Հիսուսի աղոթքի հիման վրա է։ Ու եկեղեցիները սկսել են իրար հետ երկխոսության մեջ մտնել, հասկանալ իրար։ Ու հետաքրքիր է Ֆրանցիսկո Պապը մի հետաքրքիր խոսք ասեց, շատ քիչ իր խոսքերից կասեմ, չնայած ինքը շատ հետաքրքիր լավ խորը մտքեր ունի, ասեց հասկանալ փորձելը արդեն սիրելու կես ճանապարհն է։ Իսկ այն որ դուք փորձում եք հասկանաք, արդեն սիրո կես ճանապարհ անցել եք։ Այն կեսը գնացել եք արդեն սիրելու։ Ու հիմա շատ ակտիվ ու հետաքրքիր երկխոսություն կա աշխարհում եկեղեցիների միջև, եւ դա կարեւոր է եկեղեցական եւ հարավանական հաղորդակցությունը ու խոսակցությունը, հա, հաղորդակցությունը զարգացնելու համար, թե գլոբալ առումով, թե տեղային առումով։ Գլոբալ նկատի ունեմ մեծ, օրինակ, կաթոլիկ եկեղեցի, ուղղափառ եկեղեցի, հա, առաքելական եկեղեցի, բողոքական եկեղեցի, հա, գլոբալ մեծ մասշտաբով եւ թե տեղական մասշտաբով, օրինակ, հենց մեր, հա, Ռեման այլ եկեղեցիների հետ, այլ եկեղեցիներ Հայաստանի մասշտաբով, հա, նույնիսկ։ Երկու մասշտաբում էլ կարևոր են եկեղեցական երկխոսությունները, հաղորդակցությունները, որտեղ մեր անմիաբանությունից եւ մեր իրար դիմակայությունից, չասեմ թշնամություն, երբեմն չնայած դա նմանվում է թշնամության, բայց ասենք իրար դիմակայություն չընդունելուց միայն թշնամին է օգտվում եւ միայն մենք տուժում ենք։ Դա համար այս երկխոսությունը պետք է Աստծուն նախ, որ իր եկեղեցին, մեծ եկեղեցին խոշոր իմաստով իր մեջ խաղաղություն ունենա։ Աստծո տան մեջ, Աստծո տան միավորները իրար հետ խաղաղության մեջ լինեն, ոչ թե հակամարտության մեջ լինեն։ Աստծուն է պետք սա։ Որտեղ Աստված միաբանության Աստված է, Աստված երրորդություն է։ Մենք չենք ասում Աստված հայտնել է իրեն որպես երրորդություն, մենք ասում ենք Աստված երրորդություն է։ Որտեղ կարող է երրորդություն չի հայտնել այն երրորդության ձևով կամ մենք ընկալել ենք։ Չէ, Աստված երրորդություն է, դրա համար է հայտվել երրորդության ձևով։ Հա, բան չան, չունենք ձայն։ Ինչն է խնդիրը։ Կտրտում է, ինչից։ Հեռախոսից, հա։ Ո՞նց կոնը դնենք։ Չէ, լավ, սենց կշարունակենք, ձայնը գնում է, հետո կդնենք առանձին ձայնով։ Երկրորդ երկխոսությունը պետք է եկեղեցիներին, մեզ բոլորիս է պետք իրար հետ խոսել, իրար հետ ճանաչել իրար, լսել իրար արգումենտները, լսել իրար կարծիքները, պարտադիր չի ընդունել, այն որ ես լսում եմ կաթոլիկի կարծիքը ինչ-որ մի հարցով չի նշանակում ես դառնում եմ կաթոլիկ կամ համաձայնվում եմ իր հետ, բայց ես գոնե պետք է լսեմ իր կարծիքը, պատրաստ եմ լսելու, եթե ուզում եմ, որ ինձ լսեն, հա, իմ կարծիքը լսեն, իմ աստվածաբանությունը լսեն, ուրեմն պատրաստ պետք է լինեմ ես լսեմ առաջինը դիմացինին, եթե մենք չլսենք, չենք լսվի, դա համար կարևոր է այդ լսելու, երկխոսելու իրականությունը ու մեզ եկեղեցուն պետք է, այո, իրանք ունեն սխալ աստվածաբանություն, ինձ հարցրեք, այո, ունեն, հետաքրքիր այդ հանդիպման, Պապը ասեց, ես գիտեմ, որ դուք գիտեք, որ սխալներ ունի կաթոլիկ եկեղեցին, ասեց, ես դրանցից շատը գիտեմ ձեր իմացածից, այո կա,
բոլորս ունենք սխալ աստվածամանության տեղեր։ Կրոնավորություն ունեն, այո ունեն, ես կրոնավորություն սուպեր խարիզմատների մեջ եմ տեսել, ու երևի ավելի շատ, քան ուրիշների մեջ։ Մեղքեր, այո, այս վերջի ընթացքը Հայաստանում բողոքական եկեղեցիների, ավետարանական եկեղեցիների որոշ հովիվների հետ կապված ինձ լռել է տալիս ուղղակի ուրիշների մեղքերի մասին, որտեղ պետք է սկսենք մեր տունը մաքրել, մեր աչքերի գերանները հանել, նոր ընկնենք ուրիշների շուղերի հետևից։ Այո, այդ ամենը կա այդ բացական բաները, բայց այդ նույն բացական բաները տարբեր չափերով կարող են գտնել ցանկացած համայնքներում, հարանվանություններում, եկեղեցիներում։ Ու երբ որ խոսում ենք կաթոլիկների մասին, միշտ այդ բաներն է խոսում։ Ու ոչ չի խոսում հարյուրավոր, հազարավոր հիվանդանոցների մասին, որ կաթոլիկ եկեղեցին աղքատների համար, հիվանդների համար, անտունների համար, անապահովների համար իրականացնում է։ Չեն խոսում որբանոցների համար, նորից հարյուրավոր եւ հազարավոր, որտեղ ծառայում են մեր նման 100 հազարավոր քահանաներ, վանականներ, միանձնուհիներ կամ գթության քույրեր են իրանց կոչում։ Չեն խոսում նորից 100 հազարավոր միսիոներների մասին կաթոլիկ եկեղեցու, ովքեր գործում են տարբեր երկրներում ու նույնիսկ այն երկրներում, որտեղ երբեմն իրանք միակ քրիստոնեական համայնքն են, միակ քրիստոնեական ներկայացուցիչն են եւ հնարավորություն իրավունք ունեն այնտեղ լինելու։ Թեկուզ ոչ մեր ուզած ձևով ավետարանը, բայց գոնե ավետարանը, գոնե քրիստոնեությունը։ Երբեմն ամենահզոր քրիստոնեական համայնքն են որոշ երկրներում ու չի խոսում դրանց, մենք ոնց որ չենք ուզում լավ բաները տեսնել, մենք ուզում ենք մենակ բացականը տեսնենք, որովհետև երբ որ մարդը ուզում է մերժի, միշտ բացականը գտնելու է։ Եթե մարդը ուզում է ընդունի, դրականն է գտնելու։ Այդ գալս է ամեն մեկիս իրականում սրտի դիրքից, թե մենք ինչ ենք փնտրում։ Փաստն այս է, որ երկխոսությունը նաև պետք է աշխարհին։ Մեր եկեղեցական երկխոսությունը աշխարհի համար էլ է պետք, որովհետև աշխարհը մեզ ասում է, «Ալը ձեզ նայեք, դուք իրար չեք ընդունում ու խոսում եք Աստծո սիրո մասին, դուք ամեն մեկը պնդում եք, դուք ամենաճիշտն եք, հա, ու չեք ընդունում ինչ-որ մեկին։ Գնացեք որոշեք ով է ձեզնից ճիշտը, նոր եկեք մեզ ավետարանեք»։ Ու եկեղեցու անմիաբանությունը, այդ իրար չընդունելը շատ առիթ է եղել աշխարհի համար գայթակղություն լինելու։ Դա համար այո, եկեղեցական երկխոսությունը կարևոր է ու այս հանդիպումը նման հարթակի, նման իմաստով կարևոր էր ու իմ այցի ու այդ հանդիպանը լինելու նպատակներից մեկը այդ գլոբալ ու տեղային երկխոսությունը առաջ տանելու համար է։ Մենք Հայաստանում էլ կարիք ունենք միջեկեղեցական հաղորդակցության, միջեկեղեցական շփումների, իրար ընդունելու, իրար լսելու, իրար ճանաչելու, իրար հասկանալու։ Երկրորդ իմ համար կարևոր, երևի գուցե ավելի կարևոր, քան առաջին նպատակը Հայաստանը ներկայացնելն էր։ Ես իրավասու չեմ, տենց ասած, ոչ պաշտոնական իմաստով, ոչ բան ամբողջ Հայաստան ներկայացնելու, բայց ես հայ եմ եւ ինձ համար կարևոր էր օգտագործել նման հնարավորությունը, այդ հարթակը մեր Հայաստանի եւ ինչու՞ չէ Արցախի հոգեվոր եւ քրիստոնեական ժառանգության, պահպանության, ապահովության հարցը նորից բարձրացնելու այդ մակարդակի վրա լսել տալու 2 միլիարդ հետևորդ ունեցող անձին Հայաստանի համար աղոթել տալու, Հայաստանին հիշել տալու, Հայաստանին նորից ու նորից տենց մեծ թևերով պաշտպանելու, հոգանելու համար։ Ու դա հաջողվեց։ Ամեն ներկայացուցիչներից մոտ 20-ից միայն 5 հոգի էին, որ պիտի հարց տային, ես իրենցից մեկն էի, պարտիրոջը դրա համար, եւ իմ հարցը վերաբերվել է Հայաստանին։ Ֆրանցիսկո Պապը, ասեմ, ինքը հետաքրքիր անձնավորություն է, տարբեր է մնացած պապերից, իրանից առաջ եղած, դա առանձին թեմա է, չեմ ուզում, հիմա տենց չթվա պապի գովքն եմ անում, չնայած արժի իրան գովել։ Ինքը մեծացել է հայերին ճանաչելով, հայկական իրականությանը, պատմությանը ծանոթ լինելով, հայ ընկերներ ունի, թե մեծ, թե փոքր, այդպես ասած, թե մանկուց, թե հիմա, եւ միակ պապն է եղել, որ 2015 թվականին
այդ հարյուրամյակի մեր Եղեռնի հարյուրամյակին գենոցիդ բառն է օգտագործել, որը ինքը իրավական եզրույթ է իրականում, եթե գիտեք, հա, ու պապի կողմից այդ եզրույթի օգտագործումը ինքը լուրջ հայտ էր, հա, լուրջ պայման էր, հա, աշխարհին դա այդպես դիտարկելու, այդպես մանավանդ կաթոլիկ աշխարհը 2 միլիարդ մարդ այդպես է արդեն, հա, սկսում նայել, որովհետև պապը այդպես է ասել։ Էրդողանը 8 ամսով իր դեսպանին հետականչում դրա պատճառով, որ պապը գենոցիդ է կոչում, եւ ի պատասխան դրան 16 թվականին պապը եկավ Հայաստան, կհիշեք, 16 թվականին պապը եկավ Հայաստան եւ մի հատ էլ ստեղ է գենոցիդը ասեց նորից ի պատասխան Էրդողան, այսինքն ինքը մարդ է, որը կանգնում մանավանդ մեր հայոց հարցի առումով ինքը շատ լուրջ կարևոր դիրք ունի։ Ես իմ խոսքի մեջ շնորհակալություն ասեցի դրա համար ընդհանրապես քրիստոնեական փոքրամասնությունների արդարության, ճշմարտության համար կանգնելու մանավանդ մեր հայկական հարցի համար, Հայաստան այցելելու համար, իր հայոց հարցին նման կարևորություն տալու համար եւ խնդրեցի, որ իր աղոթքներում եւ իր համայնքի, կաթոլիկ համայնքի մեջ բարձրաձայնվի Հայաստանի համար աղոթքը եւ անհանգստությունը, հա, դրանից ավել, որովհետեւ հանդիպումը քաղաքական չի, տենց իրավական պաշտոնական չի, դրանից ավել չես կարող անել, բայց դա բավարար էր։ Ինքն էլ իր կողմից ասեց, որ շատ սիրում է հայերին, Հայաստանը ու մեծ բեռ ունի Հայաստանի համար, դեռ չգիտի երբ կայցելի, իմ հարցս դա էր, երբ կայցելեք Հայաստան, որովհետեւ դա կարևոր է մեզ, բայց ասեց, որ ամեն կերպ իր կարողության չափով Հայաստանի քրիստոնեական, հա, այդ արժեքների ու ինչը պետք է, հա, այսօր աշխարհին Հայաստանին այդպես տեսնելու եւ ոնց որ կշերքի նժարը դեպի Հայաստան, հա, հայկական մեր իրավունքի, մեր ապահովության առումով լուծելու ինքը կանի։ Դա կարևոր, կարծում եմ, ձեռքբերում էր ու անհրաժեշտ էր, ու այս առումով ես համարում եմ, որ այցը կարևոր էր ու խոշոր հաշվով այն նպատակները, որ ունեի, այդ նպատակները իմ համար գոնե եւ գուցե նաեւ Աստծո համար իրականացել են։ Շնորհակալ եմ բոլոր նրանց համար, ովքեր աղոթել են այդ հանդիպմանը, որովհետեւ շատերը աղոթում էին, որպեսզի Տիրոջ ձեռքը լինի, Տիրոջ կամքը լինի, ու այդպես էլ եղավ, շատ Աստծո ներկայությունով հանդիպում էր ու մանավանդ երբ որ սկսեցինք խոսել Հայաստանի մասին, մեր ազգի պատմության եւ այդ բոլոր հարցերի մասին, ինքը լավ տեղեկացված էր, իրոք շատ այնց փափագ ու սիրտ ուներ, այնց ասած, հայերի, Հայաստանի, հայ ազգի ճակատագրի վերաբերյալ եւ հավատում եմ, որ այն ինչ որ մենք աղոթում ենք Աստծուց մեր ազգի եւ թեապահովման եւ այլնի համար, կարծում եմ եւս մի փոքրիկ քար դրվեց այդ խնդրին, հա, օգնելու համար, տենց ասած, բարձրը չեմ։ Այսքանը, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր Վատիկանը տեսնում են, կաթոլիկ եկեղեցին տեսնում են որպես վերջին Բաբելոնը, հայտնության գրքի ես չեմ ուզում մարդկանց փոխեմ իրանց մտածելակերպը, դա Աստծո խնդիրն է, անկեղծ ասած, କି իմ միտքը չի փոխում, ես չեմ փոխում, Աստված է փոխում, բայց ես ասեմ մի բան, որ շատ բաներ մեր կյանքում որոշում են մեր նախապաշարումները։ Ես ինքս նախապաշարումներ շատ եմ ունեցել, դեռևս ունեմ, բայց շատ բան փոխվել է հենց կոնկրետ կաթոլիկ եկեղեցու հանդեպ, իմ նախապաշարումներից ելնելով իմ անձնական փորձառություններից, մինչև պապի նույնիսկ հանդիպումը, ես ուղղակի մի հատ օրինակ ասեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, մի 7 տարի առաջ էր, մենք ծառայում ենք դեռևս այդ ժամանակ Վրաստանում, Ախալցխեում ծառայություն ունենք, կհիշեն մեր եղբայրները, քույրերը, ու մի անգամ նոր տարուց առաջ էինք եւ Ախալցխեում կար կաթոլիկների գթության տուն։ Այնտեղ կաթոլիկները կազմակերպել էին Սուրբ Ծնունդի փոքրիկ մի արարողություն դեկտեմբերի վերջներ ու մեզ էլ հրավիրեցին։ Ով էր իմ հետ, Նարեկն էր իմ հետ։ Նարդու էր, ես ու Նարեկն էինք։ Դե գնանք այս կաթոլիկներին հեսա մի երկու հատ ավետարանից համար կասենք, մի հատ մեկնություն գտանք,
կզարմանան իմանանով են այս կրոնավորները։ Բայց երբ որ ես տեսա ինչպես են իրանց այդ միանձնույններ, այդ երեխաներին, ովքեր թե անդամալույց էին, թե մտավոր խնդիր ունեին, այսինքն համ ֆիզիկական խնդիր ունեին, համ մտավոր խնդիր ունեին, ոնց են իրանց հոգ տանում, ինչ ջերմությունով, ինչ ուշադրությունով, ու դա անկեղծ, ես արդեն համարը 30 տարվա հով եմ, ես լավ զանազանում եմ, ով ինչպես է անում, ինչ է անում, ինչ է անում։ Տեսնել այդ իրանց ուշադրությունը արդեն բան փոխեց, արդեն սկսեցի հարգել իրենց, այդ իրանց վերաբերմունքի համար։ Ես գիտեմ մենակ պենտեկոստալներն են, որ անկեղծ սիրել գիտեն։ Միայն լեզուներով խոսացողներն են, որ կարող են աստվածային սեր ունենալ։ Ու տեսնել կաթոլիկների, որոնք ոչ բողոքական էլ չեն անգամ, բայց այդ անկեղծ սեր ունեն այդ երեխեքի հանդեպ, որոնք իրանց երեխեքը չեն։ Մյուս զարմանալի բաներն էր։ Մի երիտասարդ քահանա կար, լեհեր ինքը ազգությամբ, 2 տարի այդտեղ էր ծառայում, իր հետ խոսեցինք, ու ինքը ասեց, որ շատ դժգոհ աստեղից եւ ուզում է գնա այստեղից ու դիմելա, որ իրան տեղափոխեն։ Ես մտքումս ասեցի, հա, բա ինչ երևի հիմա ուզում ես միտեղ Եվրոպա բան դից գնաս տեղափոխվես Վրաստան, Ախալցխե, իհարկե, Լեհաստանից հետո։ Ու հարցրի այդպես, ասի, իսկ ուր ես ուզում տեղափոխվես։ Ու մտքումս մտածեն երկրների ցանկներ, որ հեսա կասի, էլի։ Ինչ-որ եվրոպական Ամերիկա երևի կամ բան։ Գիտեք ինչ ասեց։ Չինաստան։ Չինաստանում ասեց եկեղեցին հալածվում է, Չինաստանում Աստծո խոսքի կարիք կա։ Դիմել են, որ ինձ ուղարկեն Չինաստան։ Կաթոլիկ քահանան ասում, երիտասարդ։ Այդտեղ ժողովրդական խոսք կա, չէ՞, գետինը մտա այնտեղ, այդտենց գետինը մտա, որտեվ ոչ թե որ ես չեմ գնա Չինաստան, եթե Աստված կանչի եւ այլն կամ չեմ ուզում, այլ որ այդքան վատն էի մտածում իրանց մասին։ Ճիշտ ոնց որ Աստված ինձ ասեց, լսի, հերիք է, տենց մի հատ դուրս արի այդ քո կաղապարներից։ Աստված կարող է բաներ անել, որ մեր մտքից վեր են։ Ես ուզում եմ աղոթենք հիմա, աղոթենք այդ 2 կարևոր բաների համար, որ երկխոսությունը միջեկեղեցական, Աստծո տան մեջ խաղաղության երկխոսություն լինի։ Դա պետք է բոլորիս, թե իրենց թե մեզ, հա, բոլորիս իրար լսելու, իրար հասկանալու, իրար մի լավ բան էլ ասեց պապը, իդեպ սենց ասեմ։ Մենք դիմեցինք, սկսեցինք պաշտոնապես ու դիմում ենք պաշտոնապես, ինքը կանգնեցրեց այդ պաշտոնականը, ասեց խնդրում եմ ինձ դիմեք Պապ Ֆրանցիս, այն ձեր սրբազանություն եւ ասեց այդ թողեք ուրիշների համար, ասեց ինձ դիմեք ուղղակի Պապ Ֆրանցիս, որտեվ մենք բոլորս եղբայրներ ենք։ Ես իստված սխալ եմ թարգմանում, թարգմանը չերևի տենց ուտացնում է, էլի, տենց լավ բան ասում ուտացնի, ասեց մենք բոլորս մի մկրտություն ունենք, մի անունով ենք մկրտվել, մի հույսի համար։ Մենք բոլորս Հիսուսի անունով ենք մկրտվել, հավիտենական կյանքի հույսի համար։ Ու մենք եղբայրներ ենք։ Լսել կաթոլիկ եկեղեցու պապից դա նորություն է։ Դա հեղափոխություն է, որտեղ կաթոլիկ եկեղեցին միշտ սովորեցրել է, որ եկեղեցուց դուրս, կաթոլիկ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Ու հիմա կաթոլիկ եկեղեցու գլուխը պաշտոնապես ասում է, որ մենք եղբայրներ ենք, որտեղ մի մկրտությունով ենք մկրտվել բոլորս։ Տարբեր ավանդություններով, տարբեր ձևերով այդ մկրտությունը իրականացվել է, բայց այդ երկու կարևոր բանն է մկրտությունի վերջո։ Հիսուսի անունով հավիտենական կյանքի հույսի համար։ Ու սա լուրջ հայտ է, լուրջ ձեռքբերում է հետագայում իրապես դրա վրա կառուցելու թե մեր եւ կաթոլիկների, թե ընդհանրապես երկխոսությունը եկեղեցում, հա։ Մյուս հետաքրքիր բանը, որ կուզեմ ասեմ, այդ որ պաշտոնական է դիմի առումով, որ ինքը ասեց, խնդրում եմ այդ դրեք մի կողմ, ասեց հիշենք, որ մենք բոլորս ներված մեղավորներ ենք։ Մենք բոլորս ներված մեղավորներ ենք։ Շատ ուրիշ բաներ կա, ես առանձին նաև մեր ռեմայի էջում
live-ով կներկայացնեմ, թե հարցեր, պատասխանները, թե իմ անձնական դիտարկումները, բայց այսքան կուզեի, որ նրանք, ովքեր մեզ դիտում են եւ մեր բաց էջում հետեւում են, տեղեկանան եւ միասին կուզեի աղոթենք, թե եկեղեցական երկխոսության գլոբալ համաշխարհային եւ Հայաստանում, որը մենք շատ ենք աղոթում եւ խոսում միաբանության համար, շատերն են խոսում դրա մասին ու ուրախալի է, որ այդ մակարդակի վրա, հա, բարձր մակարդակի վրա այդ երկխոսությունը, հաղորդակցությունը գործում արդեն։ Եվ նաև Հայաստանի համար, հա, մեր ազգի արտնության համար, Աստծո օրհնության ու պաշտպանության համար, որտեղ խառը դժվար ժամանակներ ենք անցնում ու կարիք ունենք Աստծո ապահովության ու բարեհաճությանը մեր ազգի համար։ Ամեն։